Դեկտեմբերի 1-ին, 2-ին եւ 3-ին Իդեան համակարգը եւս մեկ հնարավորություն են ձեռում կատարել գերշահավետ գնումներ լավագույն պայմաններով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Քննչական կոմիտեում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող ՆԳ-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնած քրեական վարույթի նախաքննությունը։ Պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող ՆԳ-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել մեկ այլ զինծառայող ԱՂ-ին տրված զինվորական ծառայության պարտականություններից չբխող եւ բացառապես վերջինի ազդեցությամբ ու հեղինակությամբ պայմանավորված խոստումը, ինչի հետևանքով ԱՂ-ն նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը։ Վերոգրյալի հետևանքով 2024 թվականի նոյեմբերի 13-ին ՆԳ-ն ինքնասպանություն է գործել կախվելու եղանակով։ Բացի այդ, ԱՂ-ն մարտական հերթապահության ընթացքում թույլ տրված թերացումների համար պարտադիր ժամկետային մի քանի զինծառայողներից պարզաբանումներ է պահանջել, նվաստացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը։ Պարզվել է, որ հրաձգային գումարտակի հրամանատար ԱՂ-ն մարտական դիրքում հերթապահության ընթացքում կատարված կարգապահական խախտումների համար բռնություն է գործադրել 5 զինծառայողի նկատմամբ։ Պարտադիր ժամկետային զինծառայողի եւ հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերաքննիչ քրեական դատարանը փոխել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը, ընտրվել են տնային կալանք եւ 20 միլիոն դրամ գրավ։ Դատախազությունից նշում են, որ որոշումը բողոքարկելու են։ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 9-ից ահաբեկչության նախապատրաստելու իշխանությունը զավթելու մեղադրանքներով։ Նոյեմբերի 30-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը այցելել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։ Փոստանջյանը հանձնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը եւ հայտնել, որ այլ արգելված իրեր չունի, այնուհետև նրան ուղեկցել են զննության համար նախատեսված սենյակ, որտեղ ռենտգեն սարքի միջոցով զննվել է նրա ձեռքի պայուսակը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է iPhone 7 տեսակի բջջային հեռախոս առանց բաժանորդային քարտի, որը վերցվել է ծառայողների կողմից։ Փոստանջյանը հրաժարվել է մասնակցել արձանագրության կազմանը, վերցրել մուտքի ժամանակ հանձնած բջջային հեռախոսը, դուրս եկել բնակելի գոտու տարածքից, որտեղ սկսել է հեռախոսով նկարահանումներ կատարել բնակելի գոտու մուտքի մոտ, խախտել անվտանգության կանոնները, աղմկել, մեղադրել քրեակատարողական ծառայողներին իր հեռախոսը գողանալու մեջ, ապա հեռացել հիմնարկից։ Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ, ուղղիչ հիմնարկում կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը հատկանիշներով։ Քննչական կոմիտեն պարզել է, որ քաղաքացին 2022-24 թվականների ընթացքում կատարել է կավատություն շահադիտական նպատակով զուգընկերուհուն ներգրավել պոռնկությամբ զբաղվելուն, անորոշ շրջանակի անձանց հետ վարձատրության դիմաց պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն։ Բացի այդ, նա պարբերաբար հոգեկան ներգործության է ենթարկել զուգընկերուհուն, վերջինիս հասցեին հնչեցնելով սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, նվաստացրել են նրա պատիվն ու արժանապատվությունը, մի քանի անգամ ձեռքերով հարվածել, իսկ հետագայում հետամտել է նրան։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նոյեմբերի 26-ին տեղեկություններ են ստացվել, որ Սադունց գյուղի Զորամասի հարակից դաշտերում կովերին արածացնելու ժամանակ պայթյունի հետևանքով բժշկական կենտրոնը տեղափոխվել է մի քաղաքացի, այնուհետև նրան տեղափոխել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Աբրահամն է, ով ոչխարներին արածացնելու ժամանակ մտել է 102-րդ ռուսական ռազմաբազայի կրակադաշտի տարածք, որտեղ տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։ Նոյեմբերի 28-ին Զվարթնոց օդանավակայանում ինքնաթիռի ժամանումից հետո բաժին են տեղափոխել Մայրաքաղաքի Բաշինջանյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդուն։ Նա հետախուզվում էր հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի ապօրինի շրջանառության եւ խոշոր չափերով ավազակության մեղադրանքներով։ Երևանի պարեկները Բաշինջանյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով ձերբակալել ու Mercedes մեքենայով հանդուրժ բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու։ Նրա մոտից արգրավել է իր 215 տիպի ողորկափոխ հրացան 12 մմ տրամաչափի 58 փամփուշտ եւ մահակ։ Դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Արթուրն իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհին վրայերթի է ենթարկել հետիոտն Արմավիրի մարզի բնակիչ 86-ամյա Ռաֆիկին, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնության, վրայերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Դեկտեմբերի 1-ին Եղվարդի խճուղում բախվել են Kia Optima, Opel Combo եւ Kia Cerato մակնիշի ավտոմեքենաները, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 1-ին Կարնուտ Ախուրյան ավտոճանապարհին բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան եւ GCB մակնիշի տրակտորը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը եւ ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։ Դեկտեմբերի 1-ին Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել են Toyota եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետուտնի համար նախատեսված մայթին, բախվելով հողաթմբին։ Նոյեմբերի 30-ին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Jeep եւ Opel մակնիշի ավտոմեքենաները, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց։